Ինչ եք կարծում, եկեղեցուն վաճառվող մոմը պետք է հարկվի։ Չպետք է հարկվի։ Հարկվի, իհարկե պետք է հարկվի։ Չեմ կարծում։ Նիկոլ Փաշինյանը ասում է, որ պետք է հարկվի եկեղեցուն վաճառվող։ Ըստ էս հարգալից չի։ Ըստ էս հարգալից չի վերաբերմունքը։ Չգիտեմ ճիշտ ասած։ Անպայման։ Ինչու եք այդպես մտածում։ Դեռ չեմ կարող ասեմ ինչու, բայց անպայման պետք է հարկվի։ Ընդհանրապես եկեղեցին պետք է հարկվի։ Այս ինչ որ հիմա կատարվում է սխալ է։ Պետք է։ Այո, իհարկե։ Չեմ կարող ոչ մի բան ասել, բայց ամեն դեպքում մոմ վարելը ճիշտ է եկեղեցում, էլի վաճառելը չգիտեմ։ Իհարկե պետք է հարկվի։ Ինչու եք այդպես մտածում։ Չլսեք ջան։ Ինչու եք այդպես մտածում։ Բամումը վարվում է Աստծուն խնդրանքի քո նպատակների համար, ինչու պետք է հարկվի, որ ով որ չի հարկում, ուրեմն սատանա է։ Չգիտեմ ճիշտ ասած։ Եկեղեցու որ վաճառվում է։ Մոմը հարկվի։ Դե եթե գնում ենք, պետք է հարկվի, էլի, եթե գնում ենք։ Եթե անվճար տան, բարձրավոր չպետք է հարկվի։ Պարզտամաբանությունը։ Դա վաճառք է, եթե մի բան վաճառում է, պետք է հարկվի։ Ոչ, դեմ են դրան։ Դա եկեղեցին է։ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ պետք է հարկվի։ Դե Նիկոլ Փաշինյանը շատ բան ասում։ Հələ թոշակները բարձրացնի, որ աշխատանքի ստաժ ունեցող մարդը, մեծահասակ մարդը մի հատ կուշտ ուտի, հետո հարկ բարձրացնի։ Իհարկե։ Եթե գումարով չի։ Եկեղեցիներում հիմա մոմ կա, որ առանց գումարի է։ Մենակ Ծառուբյանի մոտ է։ Այսքան մոմը արել են 60, 100, 200, ընդհանրապես եթե ուզում եք իմանալ, եկեղեցու մոմը գումարով չպետք է լինի։ Ոչ թե ամեն ամիս թանկացնում են, ոնց որ մթերքն է։ Որ ես ինքս որ եկեղեցի եմ գնում, դրսում վաճառում են։ Ես դրսի մոմը չեմ վերցնում։ Ես ուզում եմ, որ Աստծո կողմից մոմը լինի, որ ես վերցնեմ բարը։ Մտնում ես գումարները։ Եկեղեցին այդպես չեմ հասկանում, չեմ կարող ասել։ Երևի պետք է վճարի, երևի չեմ։ Ինձ թվում է ոչ։ Ինձ թվում է որ ոչ։ Ինչու եք այդպես կարծում։ Գիտեք ինչ, հիմա այնքան ամեն ինչը հակասող է եւ ընդհանրապես մեր վիճակը այնքան ծանր է, որ մտածենք, որ էսի պետք է հարկվի, էնի պետք է հարկվի, ինչ որ իրենց պետք է, իրանք հարկերը դրել են։ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ պետք է հարկել։ Ոչ։ Նիկոլ Փաշինյանին դրա մասին խոսալ ընդհանրապես ես չեմ ուզում։ Ներվերս իմ քայքայվում է։ Չգիտեմ, ճիշտն ասած չեմ կարող ասեմ, նայած եթե այդ մոմի վրա իրանք ծախս են անում, դա ուրիշ բան, բայց եթե չեն անում, ինչի պետք է հարկել։ Նիկոլ Փաշինյանը ասում է, որ պետք է հարկել։ Չգիտեմ, այդ բանը չգիտեմ որտեղից է իրանց այդ մոմը գալիս, ոնց առնում են իրանք, ինչ են անում, չեմ կարող ասեմ։ Նիկոլ Փաշինյանը շարունակում է թիրախավորել հայ առաքելական եկեղեցին, հոգևորականներին, մասնավորապես կաթողիկոս Գարեգին II-ին նրան կոչելով իր ավազանի անունով։ Նիկոլ Փաշինյանը իր Facebook-յան էջում գրառում է արել նշելով, որ Կտրիչ Ներսիսյանը պետք է բացահայտի մոմի վաճառքի շահույթը ինչպես է բաշխվում Կարոյի եւ Եզրասի միջև 50-50 հարաբերակցությամբ, թե այլ տրամաբանությամբ։ Բարձրաձայնի որքան է կազմել այդ շահույթը 2024 թվականին, նաև բացատրի, ինչու այդ շահույթներից Կարոն եւ Եզրասը վճարումներ չեն անում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն։ Օրագի նյուզի հարգելի հետևորդներ, մեկնաբանություններում գրեք ինչ եք կարծում, եկեղեցում վաճառվող մոմը պետք է հարկվի։